Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտվել եւ ամփոփվել են, իսկ սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմումներ չեն ներկայացվել։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով թե հաշվիչ հանձնաժողովին, թե կուսակցականներին կրկին վստահության քվե ստանալու համար։ Վարչապետի խոսքով փակ եւ գաղտնի քվեարկության երկու փուլերը կազմակերպվել են բարձր մակարդակով եւ ըստ էության անթերի։ Փաշինյանը հատուկ ընդգծել է հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, նաև շնորհակալություն հայտնել կուսակցության վարչությանը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս, ինձ կրկին վստահության քվե տալու, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ վարչությանը, կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու եւ Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր նախընտրական ցուցակը ձևավորել է երկփուլ ներքին ընտրությունների արդյունքներով։ Հրապարակված նախնական արդյունքներով ամենաշատ ձայները ստացել Նիկոլ Փաշինյանը 933 ձայնով։ Նրան հաջորդել են Արարատ Միրզոյանը 853, Սուրեն Պապիկյանը 842, Գևորգ Պապոյանը 806 եւ Ռուբեն Ռուբինյանը 782 ձայներով։ Առաջին տասնյակում են նաեւ Անահիտ Ավանեսյանը, Վահագն Ալեքսանյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը եւ Արսեն Թորոսյանը։ Քվեարկության արդյունքներով ձևավորված ցուցակում ներառվել են նաեւ Ալեն Սիմոնյանը, Դավիթ Խուդաչյանը, Սրփուհի Գալյանը, Ալխաս Գազարյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Լիլիթ Մակունցը, Հասմիկ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ այլ տեխնացուներ։ Այսպիսով իշխող կուսակցությունն արդեն ամփոփել է ներքին ընտրական գործընթացը եւ մտնում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ հաստատված ցուցակով եւ վարչապետի թեկնածուով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։